Ինչ վերաբերում է երեկվա այդ ֆարսին, շոուին, որովհետև ինչպես հայտարարել էի, մենք մասնակցել ենք միայն մի բանի համար, որպեսզի մեր հասարակությունը տեղեկացված լինի, թե ինչ են անում։ Եթե կարծում եմ դուք հետևել եք, մեր ազգաբնակությունն էլ է հետևել եւ տեսել եք ինչպիսի այսպես կոնկրետ փաստերով, հիմնավորումներով կոտրում ենք իրենց բերածը, այնտեղ նպատակը առանձնապես փաթեթավորումն էլ չէր, այնքան դատարկ, այնքան սուտ, հասարակ օրինակ բերում են վկաների ցուցմունքներ ընդհանրապես մեր աշխատակիցների նախկին, մեր համար նախկին հիմա գործող, մենք ասում ենք ցուցմունքները հակասում են եւ այստեղ այդ քաղաքական գործերով հիշում եք, չէ՞, մեկ ոստիկանի ցուցմունք։ Ես դրա ունը դրել եմ մեկ ոստիկանի ցուցմունք։ Միջնորդում ենք, ասում ենք մարդկանց հրավիրեք այստեղ, վերջաշով վարչական վարույթ է կարող ենք հարցաքննել, ուղղակի մերժում են։ Ու այսպես եվրոպեական հանձնաժողովի անդամների այնքան ափսոսում եմ, որ ճանաչել եմ այլ կերպ, բայց երեք տեսա ամբողջությամբ ուրիշ բան, որովհետև լավ պատվերը կատարելու ձև էլ կա, գոնե այդ ձևական կողմը այսպես պահեին։ Եվ շատ կարևոր հանգամանք է, որ այդ նշված հանձնաժողովի նախագահը 3 օր անընդմեջ իմ այսպես նույն սենյակում գտնվելով հանդերձ տեսել եք իմ հարցադրումներին, որ եթե պատասխան չունին, դուրս գալուց հետո բրիֆինգ է անում, մտքեր է արտահայտում, բացարձակ սուտ, կարծում եմ բժշկի դիմելու կարիք ունի։ Դե կաշկանդվածությունը երևում էր ամբողջ նիստի ընթացքում։ Ժամանակավոր կառավարիչը աչքը թերթում էր, ինքը արդեն գիտեր ինչ պետք է անի, կարծում եմ բժշկի պիտի դիմի, ներողություն ավարտեմ, էլի բժշկի պիտի դիմի հանգարց այդ բանի պատմություն ասում, իսկ դուք ինչ մտածեցիք։ Ես օրինակ կարծում եմ բժշկի պիտի դիմի լսողության եւ տեսողության հետ կապված, որովհետեւ եթե հիշում եք, իրենք ասեցին մի կողմից դիմում եք սակագինը իջեցնելու, մյուս կողմից ներդրումային ծրագիր եք բերում, որով բարձրանալու է, ես հրապարակեցի ձայնագրություն, որտեղ հստակ նշում եմ, որ մեր շահույթի հաշվին։ 3 նորից ինքը հայտարարում է նույն բանը։ Ես երևի նեղ մասնագետներ պետք է զբաղվեն այդ մարդկանցով, էլի որ ինչպես կարելի է ասենք, լինելով ձայնագրությունը կա, դու այդտեղ եղել ես, գիտես ամբողջությամբ եւ նաեւ այդ թվաբանական մանիպուլյացիան նորից։ Չեմ հավատում, որ անգրագետ են, ուղղակի այդպես ասել են, այդպես շարունակում են ասել, պարզ հաշվարկ գոյություն ունի, 3.6 միլիարդը բաժանում ես մոտավորապես 1.2 միլիարդ այդ ժամանակվա բնակության թվին, անում է 3 դրամ, չգիտեմ, այլ այսպես գիտություն հորինված չի այլ հաշվարկ անելու։